Հարգելի պարոն Վաղարշյան, ես կարծում եմ, որ այն ընտրողն է, որ գնում է ընտրատեղամաս եւ փորձում է իր քվեով ապահովել, որպեսզի լինի այնպիսի իշխանություն, որի կառավարման կամ այնպիսի խորհրդարան, որի գոյության օրոք իր համար լավ է լինելու իր համար, իր ընտանիքի համար, իր շրջապատի համար, մի քիչ ավելի հեռու նայող մարդու համար, իր հայրենիքի համար, իր ծերունդների համար։ Ցավոք սրտի նույն այդ ընտրողը չափազանց շատ խոցելի վիճակում է, շատ ազդեցություններից կարող է խոցվել։ Խոցելի է, որովհետև ծայրահեղ սոցիալական վատ պայմաններում է ապրում։ Խոցելի է, որովհետև ծանր հոգեբանական վիճակի մեջ է գտնվում, առնվազն 20 թվականի պատերազմից հետո բոլոր արհավիրքներից։ Խոցելի է, որովհետև տեղեկատվական գրոհների տակ է գտնվում։ Եվ այդ ընտրողով այսքան շատ խոցելիություն ունի պաշտպանության կարիք։ Պետությունը պարտավոր է ապահովել, որ ընտրողը պաշտպանված լինի։ Հենց դրա համար պետությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին տվել է լիազորություններ, տվել է գումար, տվել է հնարավորություններ, տեխնիկա եւ այլն, որպեսզի ապահովի այդ ընտրողին հնարավորինս քիչ խոցելի դարձնելը, պաշտպանի բոլոր տեսակի ազդեցությունից։ Պետությունը կառուցել է այս շենքը եւ ապահովել է, որպեսզի լինի բարձր դատարան, ով որպես վերջնական ատյան ապահովելու է եւ գնահատելու է, որ այդ ընտրողը, որ դեպի լավն էր ցանկանում գնալ իր եւ իր ծերունդերի համար լավ ապագա էր ուզում տեսնել, պաշտպանված լինի։ Եթե նույնիսկ բոլոր մարմինները թերանան, եթե բոլոր տեսակից ազդեցությունները լինի, բոլոր ուղղություններով այդ ճնշումը կլինի ֆինանսական, կլինի հոգեբանական, կլինի քրեաիրավական, փորձ կատարվի ազդի այդ ընտրողի կամքի վրա, այս ատյանը, բարձր ատյանը փորձի ապահովել, որ դա այդպես չլինի։ Առնվազն ում որ ճանաչում եմ ես դիմողներից, ոչ մեկ կարծիք չունի, ինչպես դուք ձևակերպեցիք, որ ընտրողը զոմբի է։ Բայց մեր ընտրողը, այսինքն հայ ընտրողը, ոչ միայն մեզ քվեարկած, մեր ներկայացնող ուժերին քվեարկած ընտրողը չափազանց շատ խոցելի է եւ ունի պաշտպանության կարիք։ Եվ այսօր էլ հետևելով այս դատական process-ին ներկայացված իբրև թե հիմնավորումներին, որոնք ուղղակի տարական կրթություն չունեցող մարդու մոտ էլ հարցեր են առաջացնում, ինչպես է դա սովորվել այսպես։ Եվ մեր ընտրողը, հայ ընտրողը այն ընտրողն է, ով կարող է ակնկալիք ունենալ, որ սահմանադրական դատարանը ապահովելու է, որ իր ընտրությունների իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր։